Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, գաղտնիք չէ, որ վերջին տարիներին սրընթաց կերպով զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրը, պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ են եւ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են ծախսվում ներքին արտադրողների ձեռքբերումների համար, որը իհարկե շատ ողջունելի է եւ դա մեր ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների կայացման մասին է խոսում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում նոր ներուժի, նոր կադրերի ներգրավման մասին է խոսում։ Իհարկե ողջունելի է նախարարության ջանքերը, այս բոլոր նախաձեռնությունները ուղղված են այդ աճը ապահովելուն։ Ես ուզում եմ ընդհանրապես մի մտահոգությամբ կիսվել եւ առիթը օգտագործել այս հարցը բարձրացնել ուշադրության համար։ Ես ցանկանում եմ առաջարկել, որպեսզի մենք ներքին գնումների, այսինքն ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկենք, կախված պաշտպանական ծախսերի հետ, այսինքն առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների շարունակականությունը, ինչպես նաև զարգացման շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով, անկախ քաղաքական որոշումներից, անկախ տարբեր տեսակի փոփոխություններից, ռազմաարդյունաբերողները իմանան, որ տարիներ շարունակ իրենք ունենալու են իրենց հատկացված բյուջեի մի կտորը, որը սահմանված կլինի կոնկրետ իրավական փաստաթղթով։ Ընդհանրապես ուզում եմ այս մտահոգությունը ոչ թե մտահոգություն, այլ առաջարկը անել այն ֆոնին, որ իհարկե գիտենք, որ արտադրության մեջ ներդրումներ անելու ռիսկը այն է, որ ինչ որ պահի կարող են այդ պատվերները օրինակ չկրկնվել տարբեր պատճառներից ելնելով, եւ այս առումով իհարկե արտահանման պրոցեդուրաները նույնպես շատ կարեւոր են, բայց նաեւ ներքին գնումների որոշումների ընդունումներն են շատ կարեւոր։ Սա ուզում եմ քննարկման առարկա դարձնել, պարոն նախարար, շնորհակալություն։